Այժմ տեսնենք, թե ինչ են հուշում կարտերը աղեղնավորներին։ Հաջորդ 1 կամ 2 շաբաթվա ընթացքում նրանց անձնական եւ սիրային հարաբերություններում։ Տեսնենք ինչ կասեն կարտերը սիրային եւ անձնական հարաբերությունների մասին։ Միայնակների համար եւ կնայենք զույգերի համար։ Միայնակ աղեղնավորների եւ զույգերի համար։ Տեսնենք։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Նույն կարտերը տեսել եմ մեկ ուրիշ նշանի համար չեմ հիշում որն է, շատ հետաքրքիր է։ Նույն կարտերը այդքան խառնեցի։ Տեսնում եմ այստեղ կին եւ այստեղ տեսնում եմ տղամարդ։ Հաղթանակի կարտն եմ տեսնում ավելի շուտ ջահերը 6-ի, շատ հետաքրքիր է։ Ես պետք է լրացուցիչ կարտեր անեմ։ Տեսնենք ինչի մասին է խոսքը այստեղ։ Միայնակների համար եմ նայում։ Տեսնենք։ Տեսնենք ինչ է նշանակում հաղթանակի կարտը։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելի աղեղնավորներ, միայնակ աղեղնավորներ։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում իրականում, Աստված տա այսպես էլ լինի։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ աշտարակը քանդվել է, տեսնում եք քարուքանդ է եղել։ Սա կարող է լինել հիասթափություն, ինչ որ մեկի հետ եղել եք, անկախ նրանից աղջիկ եք, թե տղա եք, կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Կարող եմ ասել, որ այստեղ ձեր ինչ որ աշտարակ քանդվել է, այսինքն ինչ որ մեկի հետ զգացմունքներ ունեցել եք, հարաբերություններ ունեցել եք, անկախ նրանից լուրջ հարաբերություններ են եղել, ինտիմ հարաբերություններ եղել են, թե չեն եղել, ամուսնացած եք եղել, թե ոչ, նշանակություն չունի։ Եղել են ինչ որ հարաբերություններ, բայց աշտարակը քանդվել է, այսինքն նպատակին, վերջնական նպատակին չի հասել։ Բայց դուք երեքով ջահերի կարող եմ ասել, թողնում եք ետևում աշտարակ, առաջի կարտը սա է, դրանից հետո տեսնում եմ սա։ Դուք շատ խելամիտ եք գտնել, որովհետև աշտարակը քանդվել է, ձեր մեղքով չի եղել, ես տեսնում եմ, բավական այստեղ ուժեղ մարդ եմ տեսնում, ել եմ կրկնում, անկախ նրանից դուք աղջիկն եք, թե տղան, նշանակություն չունի։ Քանդվել է ինչ որ մեկի պատճառով, ինչ որ մեկը ձեզ հիասթափեցրել է, դուք ընտրությունը կատարել եք եւ շարժվում եք առաջ, թողնում եք ամեն ինչ անցյալում եւ շարժվում եք առաջ։ Դուք շատ ուժեղ եք, ելի եմ ասում, եւ ուժեղ կին է եւ ուժեղ տղամարդ եմ այստեղ տեսնում, որը անցյալի հիասթափությունները չի թողնում, որ իրեն կանգնեցնեն, շարժում է առաջ, տեսնում եք այսպես էնտուզիազմով տրամադրված, ինքը այնքան փորձելու է մինչև հասնի իր նպատակին։ Ես այստեղ կարող եմ ասել, որ որովհետև այստեղ տեսնում եի աղջիկ եւ այստեղ տեսնում եի հաղթանակած տղամարդ ջահը ձեռքին, ես կարող եմ ասել, որ արդեն աղեղնավորը, որը մենակ էր, բայց հիասթափվել հեռացել էր, կարող եմ ասել, որ նոր սեր եք գտել երևի թե միգուցե դուք միասին չեք, բայց արդեն դուք գտել եք մեկին, որ կարծում եք այ հենց ինքն է։ Ինքն է լինելու իմ նոր սերը։ Միգուցե դուք ջանքեր արդեն թափում եք այդ ուղղությամբ, որովհետև դուք գտել եք կամ համենայն դեպս հաղթանակի կարտը, որ վերջապես դուք նորից գտել եք, նոր սեր եք գտել։ Ելի եմ կրկնում, որովհետև մենակների համար եմ նա միայնակների, այսինքն նշանակում է, որ դուք դեռ միասին չեք, բայց հասկանում եք, առաջի քայլն այն է, որ հանդիպում եք մեկին, որի հետ ուզում եք լինել։ Այսինքն սա ճիշտ աղջիկ է ձեզ համար կամ տղամարդը ճիշտ տղամարդ է ձեզ համար, որպեսզի հասկանաք, որ ձեզ նոր սկիզբ է սկսում։ Դուք կարող եք իրականում նորից գտնել ձեր երկրորդ կեսին, իսկ ես տեսնում եմ, որ կգտնեք հարգելներս։ Եթե ես կարծում եմ, չեմ կարող ասել հաջորդ 2 շաբաթվա ընթացքում ինչ-որ մեկին կգտնեք, բայց ես կարծում դուք արդեն ինձ ամբողջ հարցը դրանում է, ես տեսնում եմ, որ դուք իրականում բավականին ջանք եք թափել, բավականին երկար սպասել եք, բայց վերջապես գտնվել է մեկը, որ դուք կարծում եք, որ ինքն է։ Այն նոր ինչ-որ մեկն է, ինչ-որ մեկը ձեր նոր սերն է լինելու։ Ես սրտանց կամենում եմ, որ լինի հարգելներս, որովհետև շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, եւ հաղթանակի կարտը, եւ այստեղ մենակ աղջիկը հաստատում է, որ ինքը արդեն երկար մենակ չի մնալու, տղամարդը հասնում է, որ վերջապես գտել է իր նոր սիրուն, նոր երկրորդ կեսին։ Աստված տա այդպես է լինի։ Ամեն դեպքում հարգելի աղեղնավորներ, երկար ժամանակ ես ձեզ մենակ չեմ տեսնում։ Շատ շուտով երբ էլ լինի, նույնիսկ եթե հաջորդ 2 շաբաթվա մեջ դուք հասկանաք, որ հանդիպել եք, գտել եք այդ մի աղջկան կամ տղամարդուն, որի հետ կուզեիք լինել,
դուք կհասկանաք, որ գտնվել է այդպիսի մեկը, հանդիպել եք նրան, բայց միասին կլինեք երկու շաբաթի մեջ թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց հուսով եմ անպայման կլինեք ապագայում։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, սրտանց կամենում եմ զուգավորվեք, հարգելի աղեղնավորներ։ Իսկ այ հարաբերություններին բոլորովին այլ պատկեր եմ տեսնում այստեղ երկերեսանի մարդիկ, դիմակներ եմ տեսնում եւ տեսնում եմ 7-ը։ Գիտեք, ինչ-որ մի բան ձեր հարաբերություններում չի աշխատում, ինչ-որ բան սխալ է, ինչ-որ մեկ անկեղծ չէ, ինչ-որ մեկ իրական երեսը թաքցնում է հարաբերություններում։ Ամուսնություն կլինի կամ ոչ ամուսնություն, նշանակություն չունի։ Հարաբերությունները նշանակում է մարդիկ իրար հետ են հանդիպում են, իրար հետ են ինտիմ հարաբերությունների մեջ են, իրար հետ են ամուսնացած են, իրար հետ են նշանված են, ոչ մի նշանակություն չունի։ Ես նայում եմ բոլորի համարում, ինչպես կվերաբերի, այնպես էլ կարող եք վերաբերել։ Ինչ-որ մեկը ձեր հարաբերություններում կեղծում է, ես չգիտեմ, դուք եք կեղծում, թե ձեր հանդեպ, ես կարծում ամեն դեպքում աղեղնավորները չեն։ Սա կարծում աղեղնավորի հանդեպ է կամ դուք եք այսպես մտածում, հարգելի աղեղնավորներ։ Եթե դուք դժգոհ եք ձեր ամուսնությունից, ձեր հարաբերությունից, ներողություն, ամուսնությունից չէ, դուք դժգոհ եք ձեր երկրորդ կեսից, ել եմ ասում, զույգը ամուսին է, թե դեռ ամուսին չէ, պարզապես ձեր զույգն է, կինն է, կին չէ, ամեն դեպքում աղեղնավորին կթվում է, որ իր երկրորդ կեսը, ում հետ որ ինքը շփվում է կամ ամուսնացած է, անկեղծ չէ իր հետ։ Կամ միգուցե կարտերն են հուշում, որ ձեզնից ինչ-որ բան են թաքցնում։ Ինչ-որ մեկը ձեզ հետ այնքան էլ անկեղծ չէ։ Այստեղ տխուր մարդ չէ, մենակ մարդ չէ, պարզապես մարդը, որը ջանքեր է թափել, համբերատար սպասում է։ Կարող եմ ասել, այստեղ աղեղնավորների զույգը այնքան էլ անկեղծ չէ կամ ձեզ թվում է, որ ձեզ հետ անկեղծ չեն, ձեզ թվում է, որ ձեզնից ինչ-որ բան են թաքցնում, դուք եք այդպես մտածում, եւ դուք երկար սպասում եք, նստել եք ու սպասում եք, թե ինչ է լինելու։ Սա 7-ն է պենտակլի, այսինքն մարդը ցանել է, չէ, ցանել է եւ սպասում է, երբ պետք է իր ցանածը իր ցանկը պտուղ տա։ Դուք սպասում եք համբերատար, ոչինչ էլ չի փոխվում, որովհետեւ ձեր դիմացինը ձեզ հետ անկեղծ չի։ Չեմ կարող ասել ինչ է նշանակում, լրացուցիչ կարտեր հանեմ կտեսնեմ, բայց կարող եմ ասել, որ դուք շատ համբերատար նստել ու սպասում եք, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Ես ծերում տեսնում եմ կարգը, այսինքն շատ նշանակում է ինչ-որ բան պետք է անել, նստել սպասելով չի լինելու, հարգելներս։ Այսպես նստել սպասում եք, պտուղ կարող է գալ, կարող է չգալ, պտուղ տալ, երբ պտուղ կտա, ինչ կլինի, չգիտեմ։ Կարտերը հուշում են, որ պետք է գործել, ինչ-որ բան պետք է անել։ Միայն նստել սպասելով չէ, բայց ինչ անել ես չեմ կարող ասել, բայց հետագայում ես ճիշտ ասած լավ կարտեր եմ տեսնում, հարգելներս, ես իսկապես լավ կարտեր եմ տեսնում։ Եվ այստեղ տեսնում եմ թագուհի, եւ տեսնում եմ պաժը, եւ տեսնում եմ այստեղ արև։ Գիտեք ինչ կարող եմ ասել, անկեղծ պիտի ասեմ, չնեղանաք ինձնից հարգելներս, ես ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Ես այստեղ կարող եմ ասել, որ կինը շատ ավելի հասուն է, քան ամուսինը։ Ես չեմ կարող ասել կինը տարիքով միգուցե ավելի մեծ է, քան ամուսինը, այդպես էլ կարող է լինել։ Մյուս կողմից կարող եմ ասել կինը այսպես Պաժը նաև կարող է լինել երեխաներ, այսինքն կինը այսպես զբաղվում է, շատ է զբաղվում երեխաներով, բայց ամուսինն էլ մի տեսակ կարծես երրորդ երեխան լինի, ներողություն, կամ երկրորդ երեխա լինի, նայած թե քանի երեխա ունեք։ Այսինքն մի տեսակ ամուսինը ավելի անլուրջ է վերաբերվում իրենց ամուսնական հարցերին, եթե զույգ եք նաև հարաբերություններին, եթե զույգ չեք, այսինքն ներողություն, եթե ամուսնացած չեք, երեխա չունեք, ապա կարող եմ ասել, որ երիտասարդը շատ այսպես շատ երիտասարդ է, իրեն տեսակ տղայի պես է պահում, բայց կինը բավականին հասուն է, ավելի լուրջ հարաբերություններ է ուզում։ Այդ ձեր մեջ կարող է խնդիրը այդպես լինել։ Աղջիկը սպասում է այստեղ ինչպես, սպասում է, որ տղան պետք է լրջանա, հասունանա, բայց տղան դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։ Եթե դուք դեռ եմ ասում, ամուսնացած չեք, անկեղծ ասած, որ այսպես նայենք, երկուսն էլ իրար նայում են, այսինքն լավ հարաբերություններ ունեք եւ այդպես չեմ ասի, որ դուք իրար չեք սազում։ Միակ խնդիրը տեսնում եմ այն, որ ինքը շատ ավելի երիտասարդ է, շատ այսպես ջահելություն է անում, ինքը դեռ շատ ջահել է, այսպես կարող եմ ասել։ Իսկ ինքը բավականին հասուն է արդեն, ավելի լուրջ աղջիկ է։ Այդ իմաստով կարող եմ ասել, որ դուք եթե նույնիսկ զգացմունքներ ունեք փոխադարձ, ապա այնքան էլ իրար չեք սազում, որտեղ հասուն աղջկան պետք է հասուն տղամարդ, ոչ թե պես երիտասարդ ջահել։ Հա, կարող եմ ասել դա կարող է լինել ինչ որտեղ խնդիր, եւ եթե անկեղծ այսպես դիմակները անկեղծ, ասիկա տղան փորձում է թաքցնել, որ ինքը դեռ պատրաստ չի, միգուցե աղջիկը ավելի, այսպես ասեմ, ավելի շատ է խոսում ամուսնությունից, ուզում է ավելի այսպես շտապեցնում է ամուսնությունը կամ լուրջ հարաբերություններ, ավելի ակնկալիքներ ունի տղամարդուց, իսկ տղամարդը
չի ցույց տալիս իր իրական դեմքը, այսինքն չի կարողանում բացատրել, որ ես դեռ չեմ շտապում, համ չի ուզում աղջկան կորցնել, այդպես եմ տեսնում, որտեղ այլ կանայք չեմ տեսնում, դավաճանություն չեմ տեսնում։ Պարզապես տեսնում եմ, որ տղան դեռ շատ երիտասարդ է, իսկ աղջիկը բավականին հասուն է, իրենց մեջ միակ խնդիրը դա է։ Ուրիշ ոչ մի խնդիր ճիշտ ասած չեմ տեսնում։ Դրա համար աղջիկը նստել է, սպասում է, չեմ կարող ասել ինչի է սպասում, բայց կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ արև։ Այսինքն իրական ձեր մեջ շատ ջերմ հարաբերություններ են երևի թե, եւ տեսնում եմ, որ ձեր մեջ հույս կա։ Բայց թե ինչ կարող է լինել, ինչ կլինի հաջորդ 2 շաբաթ չեմ կարող ասել։ Ձեր ընտրությունն է, բայց էլ եմ ասում, միակ խնդիրը, որ ես այստեղ տեսնում եմ, այն է, որ կինը աղջիկը շատ ավելի հասուն է, ավելի կայացած է, քան տղամարդը։ Տղամարդը դեռ ջահել է, ջահելություն է անում, ինչ են անում ջահել տղաները, տղամարդիկ ինչ են ուզում, չգիտեմ։ Չեմ ուզում ասել, գիտեմ, բայց չեմ ուզում ասել։ Այսինքն, եթե կա այդպիսի խնդիր, որ կարծում եք դեր տղամարդը, նա հատկապես եթե ամուսին է, շատ ավելի բարդացնում է հարաբերությունները, եթե ամուսին է, որովհետև եթե կինը ավելի հասուն է, նստել է տանը, երեխաներ է պահում, ամուսինը կարծես իր մյուս երեխան լինի, բավականին բարդ են այդպիսի հարաբերությունները, հասկանում եք։ Բայց ես արևով կարող եմ ասել, որ ես ձեր մեջ բաժանում չեմ տեսնում զույգի մեջ, դե չեմ կարող ասել։ Ես ես հաջողություն եմ ցանկանում հարգելներս, բայց ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ, չեմ կարող ասել ինչ է լինելու։ Իսկ արևով տեսնում եմ, որ ձեր մեջ ամեն դեպքում կան ջերմ հարաբերություններ։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը աջեղջյուրներին։ Ինչ է սպասում աջեղջյուրներին հաջորդ 1 կամ 2 շաբաթվա ընթացքում նրանց սիրային եւ անձնական հարաբերություններում։ Միայնակների եւ զույգերի համար։ Տեսնենք միայնակ աջեղջյուրների եւ զույգերի համար ինչ կհուշեն կարտերը։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Գիտեք, ես որ խառնում էի կարտերը, մտածում էի աջեղջյուրները ընդհանրապես ֆինանսների մասին են ավելի մտածում, ավելի շատ ֆինանսներով են զբաղվում, քան թե անձնական կյանքով։ Շատ աջեղջյուրներ կան, որոնց անձնականը շատ հետաքրքիր չէ։ Իրականում կարտերը իրականում ցույց տալիս 8 պենտակլի, այսինքն աջեղջյուրը, որ նստել է եւ աշխատում է փող է աշխատում, մարդը ֆինանսներով է իրականում զբաղված։ Միգուցե հենց դա է պատճառը, որ մենակ եք, հարգելի աջեղջյուրներ, որովհետև դուք ավելի ընկած եք կարիերայի, աշխատանքի, ֆինանսների հետևից շատ զբաղված եք, որովհետև աջեղջյուրները աշխատող են եւ շատ պատասխանատու մարդիկ են։ Այդպես է ստացվում, որ շատ մեծ բեռ են իրենց վրա վերցնում նաեւ ընտանիքի հոգսը, որովհետև իրենք շատ հոգատար մարդիկ են որպես կանոն։ Որպես կանոն, դե բոլոր իրար նման չեն։ Ես այստեղ ամեն դեպքում այդպիսի մարդ եմ տեսնում, որը պատասխանատու աշխատում է, օրնիվում, տեսնում եք, մարդը աշխատում է, լավ էլ ֆինանսներ է վաստակում, եթե սովորում է, լավ է սովորում, այսինքն մարդը շատ զբաղված է անընդհատ եւ ժամանակ չունի անձնական կյանքի համար։ Բայց տեսնում եմ կամուրջ, այսինքն իրական դուք ուզում եք, եթե դե միայնակների համար եմ նայում, այսինքն դուք ոչ մեկ չունեք, զույգ չունեք, բայց իրականում ուզում եք այդ ապա փոխել, կամուրջը անցնել եւ ուզում եք վերջապես գտնել ձեզ համար անձնական կյանք։ Երկու կարտով կարող եմ ասել հարգելիներս, դուք ուղղակի ժամանակ չունեք ձեր անձնական կյանքի համար, չափից ավել զբաղված եք եւ դա կարող է լինել խնդիր։ Իրականում անձնական կյանքի համար միշտ պետք է ժամանակ գտնել։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ բարդ եւ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջեղջյուրներ։ Ես ասում եմ, չէ, շատ են աշխատում աջեղջյուրները, շատ են աշխատում։ Տեսեք, այսպեսի վիճակ, այլ մաքսիմում
մաքսիմում աշխատում են, մաքսիմում հոգնած է մարդը։ Գիտեք, կարող եմ ասել, որ այստեղ ով էլ որ մենակ է կին թե տղամարդ, իրականում մարդը իրեն նվիրել է գործին, զբաղվում է աշխատանքով, որովհետև երևի թե հոգնել է անլուրջ հարաբերություններից եւ անլուրջ մարդկանցից։ Ես այստեղ այդպես եմ տեսնում ամեն դեպքում։ Մարդը ուզում է իրականում փոփոխություններ, ուզում է կամուրջը անցնել, իրեն փոփոխություն կյանքում ամեն դեպքում պետք է, բայց կարող եմ ասել, որ բավականին խնդիրներ կան իր համար։ Ինքը շատ աշխատում է, բայց շատ էլ խնդիրներ կան։ Շատ էլ հակառակորդներ կան, որ գիտեք, աջակցությունները որ շատ աշխատում են, ընդհանրապես աջակցություն լինեք թե չլինեք, շատ աշխատող եւ շատ հաջողակ մարդկանց, իսկ շատ աշխատող, այսպես լավ աշխատող, լավ մասնագետները միշտ էլ հաջողակ են լինում, հատկապես ֆինանսներում, միշտ էլ լինելու են այսպիսի մարդիկ նախանձ ու չար։ Իսկ եթե անձնական հարաբերություններին ենք նայում, ապա ձեր անձնական հարաբերությունների մեջ էլ տեսնում շատ նախանձ, շատ չար մարդիկ կան եւ մեկ այսպես էլ ձեզ էլ չգիտեք, էլ ոնց պաշտպանվեք սրանցից։ Դրա համար ձեզ մի քիչ նվիրում եք աշխատանքին, որովհետև էլ չգիտեք, էլ չխոսեք, չեք պատմում, չեք խոսում ձեր անձնականի մասին։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Չար, այո, նախանձություն, չարությունը շատ մեծ է, շատ են նախանձ մարդիկ, որովհետև դուք միշտ հաղթանակած եք դուրս գալիս, հարգելի աջակցություններ։ Դե ես այստեղ այդպես եմ տեսնում։ Հասկանում եք ներողություն։ Հասկանում եք, մարդիկ հիվանդանում են եւ ձեզ էլ են հիվանդացնում, այսպես կարող եմ ասել։ Այս չար ու նախանձ մարդիկ ձեր հաղթանակները այնքան հիվանդագին են տանում, հəl տեսեք, թրեր, մենակ թրեր եմ տեսնում, աներաների 4 այսպես, հիվանդագին վիճակում են, հիվանդագին։ Որովհետև իրենց թվում է դուք այսպես կախարդական փայտիկ ունեք եւ միայն հրաշքներ եք գործում, ձեր բախտն ամեն ինչում բերել է, ոչ մեկ այս տաժանակիր աշխատանքը չի տեսնում։ Այս աշխատանքը, որ դուք այսքան աշխատում եք, այստեղ օրնիբու նստած աշխատում եք, չգիտեմ, հարաբերությունների վրա եք աշխատում, ինչ էլ որ անում եք, կյանքում ձեր անձնական կյանքում են ձեր հաջողությունները, թե ինչում են չեմ կարող ասել, բայց այս ձեր բոլոր ամեն ձեր հաղթանակի կարտն է, ամեն ձեր հաղթանակը այսպիսի մի ռեակցիա է առաջացնում, այսպիսի մարդիկ են ձեր շրջապատում, որտեղ իրենց թվում է, որ դուք կախարդական փայտիկ ունեք, իսկ իրենք չունեն։ Դուք իրականում ձեր համար հանգիստ կանգնած եք, նպատակը դնում եք եւ հասնում եք ձեր նպատակին։ Իրականում այստեղ էլ կարող եմ ասել միայնակներին, որ դուք նայեք ձեր նպատակին, նայեք առաջ, իրականում իսկապես հրաշագործը դուք եք, դուք շատ զբաղված եք, եթե մենակ եք, որովհետեւ հիասթափվել եք մարդկանցից կամ ձեզ կարողացել են, չգիտեմ, ինչ-որ մեկից բաժանել, ինչ էլ որ լինի, ես ձեզ հիասթափված չեմ տեսնում։ Պարզապես ես տեսնում ձեր նկատմամբ շատ նախանձու չարություն ձեր 4 կողմը։ Բավականին շատ բացասական էներգիա եմ տեսնում ձեր 4 կողմը, եւ եթե սա մենակների համար է նայում, սա կարող է նաեւ նշանակել, որ իրական ձեր ձեռքում է ամեն ինչ, հարգելներս։ Այսինքն կախարդը դուք եք, չէ՞, ներողություն, հրաշագործը դուք եք։ Փայտիկը ձեր ձեռքում է, հրաշքները դուք ինքներդ կարող եք գործել։ Եթե ուզենաք, եթե կտրվեք աշխատանքից, եթե մոռանաք այդ չար մարդկանց մասին, այդ բացասական էներգիան չթողեք, որ ձեր վրա ազդի, որտեղ ձեր վրա էլ է ազդում, այս վատ էներգիան, այս բացասական էներգիան հիվանդագին, ձեր վրա էլ է, իրենք էլ են հիվանդանում նախանձից, դուք էլ եք հիվանդանում այդ բացասական էներգիայից, բացասական մարդկանցից։ Իրականում դուք ունեք նպատակ, բայց ավելի հեռուն եք նայում։ Ես տեսնում եմ, որ ինչու առաջարկություն ձեզ կարող է լինել, դուք ինեք թե տղամարդ նկատի չունեն, դա նշանակություն չունի, բայց նկատի ունեն, որ կամ կյանքը ձեզ ինչ որ առաջարկություն կբերի, կամ դուք միգուցե տղամարդը ձեզ առաջարկություն կանի, եթե դուք կին եք, կգտնվի մի տղամարդ, կլինի շուտով, շատ շուտով։ Ամեն դեպքում առաջարկություն կա, կամ միգուցե կյանքը ձեզ առաջ բերի մեկին, նոր մի անձի, որ կարողանաք ձեր անձնական կյանքը կառուցեք։ Ամեն դեպքում ձեզ տեսնում եմ ինչ որ նոր շանս, նոր հնարավորություն եւ նոր առաջարկություն, հարգելիներս, բայց դուք տեսնում եմ, որ դուք շատ հանգիստ աշխատում եք, շատ հանգիստ ձեր գործերով եք եւ կամուրջով տեսնում եմ, որ ինչ որ этап կփոխվի ձեր կյանքում, այո, այսպես մի առաջարկություն կգա ձեզ կամ կյանքը կտա ձեզ հնարավորություն, շանս կունենաք ձեր կյանքը փոխելու եւ անցնելու կամուրջի մյուս կողմը։ Իսկ կամուրջի մյուս կողմն ինչ է, միայնակությունից գնում եք դեպի զույգավորում, եթե կարելի է այդպես ասել, այսինքն կգտնեք ձեր զույգին։ Ամեն դեպքում 1-2 շաբաթվա ընթացքում ինչ որ մեկը ձեր կյանքում ձեզ կհանդիպի։ Իսկ հարաբերություններում շատ բարդ հարաբերություններ եմ տեսնում։ Կարող է ամուսնացած զույգ լինել, նաև ոչ ամուսնացած զույգ լինել, բայց այստեղ տեսնում եմ բավականին խնդիրներ։ Երկու կարգն էլ նույնն են ասում։ Սա լաբիրինթոսն է, իսկ սա 7-ն է թրերի։ Ինչ որ խնդիրներ կան ամուսնացած որոշ, բոլորին չի կարող վերաբերել հարգելիներս։ Եթե դուք շատ լավ հարաբերություններում եք, արդեն ամեն ինչ լավ է։ Ես խոսում եմ այստեղ այն մարդկանց մասին, որոնք արդեն ունեն, այսինքն ոչ թե ես ասում կվատանան ձեր հարաբերությունները հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում, ոչ։ Ես ասում եմ սա այն մարդկանց համար նրանց է վերաբերում, ովքեր արդեն այսօրվա այս պահի դրությամբ, մինչև իմ կարգն այլը, իրենք արդեն բավականին բարդ
հարաբերությունների մեջ ենք, որտեվ աջեղջյուրներ կարող եմ ասել կամ դուք եք այսպես ոչ անկեղծ ձեր կողքինի նկատմամբ, ձեր զույգի ամուսնացած եք, թե ոչ նշանակություն չունի, նորից եմ ասում, կամ ձեր մեղքով է, որ դուք ձեր հարաբերությունը այսպես լաբիրինթոսում են հայտնվել, կամ ձեր հանդեպ է ինչ-որ մեկը։ Ամեն դեպքում զույգերից մեկի պատճառով, անկախ նրանից որ մեկն է, կին եք տղամարդ եք նշանակություն չունի, աջեղջյուրն է այստեղ մեղավոր, թե աջեղջյուրը մեղավոր չէ, չգիտեմ, բայց ձեր հարաբերությունները մի տեսակ հայտնվել են լաբիրինթոսում։ Զույգերից մեկի պատճառով իմիջիայլոց։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես այդտեղ տեսնում եմ 7-ը, սա խարդախության, ես այստեղ դավաճանություն անկեղծ ասած կարտերում չեմ տեսնում, կարտեր, այդպիսի կարտեր կանայք տղամարդիկ, որից հուշեն, որ ինչ-որ մեկը մեկին դավաճանում է, չնայած սա կարող է լինել դավաճանի կարտը, բայց ես ճիշտն ասած կարտերից այդպես չեմ տեսնում։ Ես այստեղ դավաճանություն չեմ տեսնում։ Ամուսնացած եք, թե պարզապես դեռ հարաբերությունների մեջ եք, չեք ամուսնացել, նշանակություն չունի։ Մեկն ու մեկի պատճառով ինչ-որ մեկի կամ ձեր երկուսի, ես երկու թուր եմ տեսնում, ձեր կարծում որ զույգերից մեկն է, աջեղջյուրն է, թե աջեղջյուրի զույգն է, չեմ կարող ասել, բայց ինչ-որ մեկի սխալի պատճառով, ագրեսիվության պատճառով, ինչ-որ սխալ է թույլ տվել, միգուցե սխալ խոսք է ասել, ինչ-որ չեմ կարող ասել, ինչ է արել, սխալ է թույլ տվել զույգից մեկը, կողմերից մեկը եւ իրենք հայտնվել են մի տեսակ խնդիրների առաջ ու հիմա այսպես նստելու սպասում են համբերատար, թե ինչ է լինելու։ 4-ով կարող եմ ասել, որ իրականում կարող են հարաբերությունները շատ լավ կողմ գնալ, շատ լավ զարգանալ, այսպես գեղեցիկ, տեսնում եք, կարող են ապագա ունենալ, բայց մի տեսակ տուպիկի առաջ են, մարդը ճգնավոր դարձել է, նոր տարբերակ է փնտրում, որովհետև համբերատար սպասում են, ինստինկտյան հարցը չի լուծվում։ Ես չեմ կարող էլի ասել ինչ է պատահել, ինչու են մարդիկ այսպես լաբիրինթոսում հայտնվել, ով ինչ է ասել, ինչ է արել մյուսի հանդեպ, ինչու են այսպիսի վիճակում հայտնվել, բայց այսպիսի գեղեցիկ, հա, գեղեցիկ կարտից, գեղեցիկ վիճակից իրականում մարդը այսպես մնացել է մենակ, անելանելի վիճակում եւ չի հասկանում, թե ինչպես կարող է այսպիսի հարաբերությունները կարելի շտկել։ Բայց իրենք զույգ էին, իրենք երկուսով էին։ Կողմերից մեկը նստել է սպասում է, իսկ մյուսը ելք է փնտրում, բայց առայժմ մնացել են 4 պատի մեջ, այսինքն տուպիկի մեջ, այսինքն չեն կարողանում ելքը գտնել, այդպես կարող եմ ասել։ Կարտերը հուշում են հարգելներս, որ իրականը պետք է շարժվել առաջ, պետք է ինչ-որ գործողություն։ Չպետք է չի կարող նստել ու սպասել, ինստինկտյան հարցը կլուծվի։ Այդպես ուղղակի չի լինում։ Սենց կարտեր են հուշում, սա կարգի նշան է, կարգ արագություն, շարժ է նշանակում, նաև տրանսպորտի նշան է նշանակում։ Դրա դեպքում շարժ, պետք է առաջ շարժվել, այսինքն պետք է քայլանել, մեկն ու մեկը պետք է քայլանել, կողմերից մեկը, ով կլինի, ես չեմ կարող ասել։ Ով է մեղավոր, երևի նա էլ պետք է քայլանել։ Այսինքն չի կարելի հանձնվել, որովհետև դուք զույգ եք, դուք միասին եք եղել եւ չի կարելի հանձնվել, պետք է պայքարեք ձեր հարաբերությունների համար, որովհետև ես դավաճանություն չեմ տեսնում եւ չեմ տեսնում, որ շատ ծանր ինչ-որ վատ բան է եղել ձեր մեջ, ճիշտն ասած։ Միգուցե ուղղակի լեզվակռիվ է եղել, իրար մեկը մեկին ավելորդ մի բան է ասել։ Իրականում վերջում տեսնում հաղթանակի կարգ, այսինքն ձեր, եթե դուք ունեք իրար նկատմամբ զգացմունքներ եւ լավ զույգ եք, մանավանդ եթե ընտանիք եք, դուք իրականում պետք է կարողանաք ինչ-որ բան անել, այսինքն պետք է կողմերից մեկը, ով որ մեղավոր է, պետք է փորձի խոսել, զրուցել եւ փորձել հարաբերությունները կարգավորել, որովհետեւ ի վերջո ես տեսնում ձեր հարաբերությունները կարող են կարգավորվել։ Պարզապես պետք է ջանք թափել, քայլանել առաջի երթին, չհանձնվել, չթողնել հարաբերությունները քայքայվեն, ամուսնացած եք թե ամուսնացած չեք նշանակություն չունի, վերջում տեսնում հաղթանակի կարգ է, դուք կարող եք ձեր հարաբերությունները փնտրել, եթե քայլանեք այդ ուղղությամբ հարգելիներս։ Իսկ միայնակ աջեղջյուրներին շուտով կյանքը կբերի ինչ-որ մի նոր հնարավորություն, մի նոր անց։ Աստվածտա, հարգելիներս, սրտանց կամենում եմ։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը ջրհոսներին։ Հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում ինչ է սպասում ջրհոսներին իրենց անձնական եւ սիրային հարաբերություններում։ Ներողություն, կարտ ընկավ վերցրեցի։
Շարունակենք։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին սիրային եւ անձնական հարաբերություններում առաջիկա 1 կամ 2 շաբաթվա ընթացքում։ Միայնակ ջրհոսների համար եւ զույգերի համար։ Միայնակների եւ զույգերի համար։ Օհ, այս ինչ բարդ կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Մենակ եք մնացել, այսպես կտրուկ, շատ կտրուկ երևի մենակ եք մնացել ու տվել եք ձեզ գայթակղություններին, չգիտեմ, խմիչքին, ալկոհոլին, ծխախոտին, ինչ, չեմ ուզում թմրանյութեր բառերն ասել, չեմ ուզում վատ բաներ ասել, բայց ամեն դեպքում տեսնում եմ մի տեսակ այսպես չարացած եք, բարկացած եք, ձեզ ինչ-որ մեկը եւի նեղացրել է եւ դուք մի տեսակ այսպես գայթակղությունների եք ձեզ տվել։ Բավականին բարկացած եք, ինչ մի տեսակ բացասական էներգիա եմ տեսնում ձեր 4 կողմը, կամ ձեզ միգուցե բարկացրել են, դուք այսպես կտրուկ կտրել եք ինչ-որ մի բան, տեսեք, ես չեմ ասում կտրվելու եք, ես խոսում եմ մենակների մասին, դուք մենակ եք, որովհետեւ բարկացած եք, ինչ-որ մեկի հետ հարաբերությունները գերանդիով կարող եմ ասել կտրվել են, վերջացել են, միգուցե հիասթափված եք, բայց ավելի շուտ տեսնում եմ ձեզ չարացած։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը, ինչու են այսպիսի վիճակում որոշ ջրհոսներ։ Հարգելիներ, սա իհարկե բոլորին չի վերաբերում, եթե դուք այսպիսի վիճակում չեք, ապա ուղղակի ուշադրություն մի դարձրեք։ Նրանք, ովքեր այսպիսի վիճակում են, իրենք կհասկանան, ովքեր այսպիսի վիճակում չեն, ուրեմն պարզապես մարդիկ մենակ են, ոչ մի խնդիր չունեն։ Ես խոսում եմ մեկի մասին, որը վերջերս հարաբերություն է խզել ինչ-որ մեկի հետ եւ շատ բարկացած ու ջղայնացած է նրա վրա։ Ես լուսնով կարող եմ ասել ստերում, որ ինչ-որ բան է պարզվել, ինչ-որ պարզվել է, չգիտեմ, ձեր հանդեպ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան է արել, թե որտեղ ասում է Լուսինը ջրի երես է հանում ամեն բացասական բան։ Ինչ-որ բան եք իմացել երևի նախկինում ձեր զույգի մասին եւ շատ արագ կտրուկ կտրել եք, խզել եք ձեր հարաբերությունները, հարգելի ջրհոսներ։ Ճիշտ ասած, ես վատ կարտեր չեմ տեսնում։ Իրականում ձեր կյանքում փոփոխություն է սպասվում։ Դուք եղել եք ուղղակի շատ սիրել եք, երևի երջանիկ եք եղել, այսպես որ մաքսիմում տրվել եք այդ զգացմունքին։ Շատ այսպես, շատ կրքոտ եք, շատ նվիրված եք եղել, շատ։ Այստեղ ուժի կարտն եմ տեսնում, չափից ավել շատ այսպես նվիրվել եք սրտանց, բայց իրականում մարդը թրերով կարող եմ ասել շատ անզգուշ է եղել ձեր զգացմունքների հետ, շատ անզգուշ է եղել եւ իրականում այսպես կամ ինքն է կտրել, կամ դուք եք կտրել, բայց կարող եմ ասել, որ դուք շատ լուրջ սիրել եք, շատ կապված եք եղել, շատ մեծ սեր է եղել ձեզ համար։ Եվ շատ ցավոտ եք տարել, շատ ցավոտ եք տանում, դրա համար եմ տեսնում դուք ձեզ տալիս եք խմիչքի, թե ինչի, միգուցե ինքն է կտրել, չեմ կարող ասել։ Կին եք, տղամարդ եք, ջրհոսը նշանակություն չունի, բայց ամեն դեպքում, այսպես կարող եմ ասել, որ շատ ուժեղ լուրջ հարաբերություններ եւ մեծ սիրուց ինչ որ մեկը կտրել է այսպես թրով անխնա, անզգուշ է վարվել եւ կտրել է հարաբերությունները։ Կամ դուք եք կտրել, կամ ձեզնից են հեռացել, կամ դուք եք հեռացել, այսպես կարող եմ ասել, կամ ձեզ հետ են խզել են հարաբերություն։ Շատ կտրուկ միգուցե մարդը խզել է ձեզ հետ հարաբերությունները։ Շատ դժվար եք տանում։ Եվ էլ եմ ասում, ձեզ տալիս է կամ խմիչքի, կամ ինչ-որ այլ բաների, բայց ես իրականում լավ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, դուք շատ երկար ժամանակ մենակ չեք մնա։ Բոլորովին, ես ուժեղ մարդ եմ տեսնում, իրականում, դուք ունեցել եք զգացմունքներ, շատ անսպասելի է միգուցե եղել դրա համար, այդպես միանգամից շատ չարացել եք եւ մի տեսակ կորցրել եք ձեզ, բայց ես շատ լավ կարտեր եմ տեսնում, անկեղծ եմ ասում։ Սա պաժն է, այսինքն դուք կհասկանաք իրականում եւ կընդունեք ձեր վիճակը, կհարմարվեք, որ մենակ եմ, այսպես եղավ, ինչ կարող եմ անել, բայց դուք շատ առաջ, ես գիտեմ, որ իրականում ջրհոսները բավականին ուժեղ են եւ շատ երկար ժամանակ մենակ չեն մնում եւ շատ երկար ժամանակ իրենց այսպես դժբախտությունների վրա չեն կենտրոնանում։ Տեսնում եմ նոր գաղափար, ինչ-որ մի նոր միտք կծագի, տեսնում եմ ջահերի մեկը տուզը եւ տեսնում եմ երկուսը։ Դուք շատ այսպես 1-2 շաբաթվա ընթացքում իրականում շատ կգտնեք, շատ արագ հեշտությամբ կգտնեք նոր ուղի, նոր ճանապարհ։
կհասկանաք ուր եք գնում, ինչ եք ուզում անել ձեր անձնական հարաբերություններում, ընտրությունը կկատարեք եւ շատ երկար ժամանակ մենակ չեք մնա, ես երկուսն եմ տեսնում այստեղ ջահերի։ Այսինքն հենց չեմ կարող ասել 2 շաբաթվա մեջ ինչ-որ մեկի զույգը գտնեք, բայց իրականում հնարավոր է իմիջիալոց, բայց մյուս կողմից կարող եմ ասել, որ դուք ուղղակի 2 շաբաթի մեջ միանգամից կընտրեք ձեր համար ուղի, նոր նպատակ, նոր ինչ-որ մեկին կգտնեք եւ կփորձեք աշխատել այդ ուղղությամբ։ Նորից եմ կրկնում։ Դուք այսօր այս պահին այսպես շատ չարացած ու շատ այսպես ասեմ, բարկացած վիճակում եք, բայց իրականում ես տեսնում եմ, որ շատ արագ էլ կանցնի հարգելներս։ Իրականում մի թողեք, որ ձեզ այս ձեր կիրքը կամ ձեր բարկությունը, ով էլ եթե կտրել խզել է կապը ձեզ հիասթափեցրել է, այդպիսի մարդիկ արժանի չեն։ Թողեք թող գնան, նայեք առաջ, ձեզ իրականում էլ եմ ասում, դուք շատ արագ էլ կվերականգնվեք, շատ արագ։ Ինչ եմ տեսնում երկրորդը տեսնում եմ պաժը պենտակլի, ներողություն, տեսնում եմ ասպետը պենտակլի եւ տեսնում եմ այստեղ ամպեր են կուտակված։ Չէ, ամպեր չէ, ներողություն, սարերն են։ Սար է, խոչընդոտ է, ինչ որ խոչընդոտ կա։ Գիտեք, հարաբերություններում այստեղ զույգի մասին է խոսքը, զույգի մասին եմ նայում։ Այսինքն ձեր մեջ ինչ որ խնդիր կա ձեր հարաբերություններում, անկախ նրանից ամուսիններ եք, թե դեռ ամուսիններ չեք, պարզապես հարաբերությունների մեջ եք, բայց կարող եմ ասել խնդիրը մի տեսակ շատ դանդաղ է շարժվում մեր ասպետը, շատ ամենադանդաղ ասպետն է։ Այսինքն հարաբերությունները կան, բայց տղամարդը շատ пассив է, մի տեսակ միգուցե աղջիկը սպասում է առաջարկություն պետք է անի երկարատև հարաբերություններ են, բայց ինքը ոչինչ էլ չի անում, պարզապես բավարարում է, ասենք, հարաբերություններում, դա կտեսնում են, որ աղջկա համար խնդիր է տվյալ դեպքում կամ կողմերից մեկի համար, որովհետև սարը նշանակում է, որ ձեր հարաբերություններում մի փոքր խնդրեմ է առաջացել։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը ջեր հոսներին ինչու էր այսպես խոչընդոտ առաջացել իրենց հարաբերություններում։ Փորձենք պարզաբանել։ Կարծես թե բավականին ճիշտ էլ գուշակեցի, կռայեցի, որտեղ կարտերը եկան ապացուցելու ինչ որ ասում էի, շատ ակիր կարտեր եմ տեսնում։ Այո, ամպերը ներողություն, ամպեր չէին, սարներ, սարը ժայռը խոչընդոտ է, այսինքն ձեր հարաբերություններում խոչընդոտ է առաջացել, եւ ես կարող եմ ասել տղամարդը, որովհետեւ մեր ասպետը պենտակլի շատ դանդաղաշարժ է, այսինքն մարդը շփվում է հարաբերություններ կարծես թե կան երկուսով են, բայց առանձնապես տեղից չի շարժվում, ինքը չի շտապում լուրջ հարաբերություններ, սկսել պատասխանատվություն վերցնել իր վրա, մեր ջրհոսը պարզապես ժամանակ է անցկացնում։ Ես կարող եմ ասել, որ այսպես տեսնում եք, ինքը կայսրի ասենք կայսրի գահի նստած, հա, ինքը շատ լավ է զգում իրեն։ Այսպիսի հարաբերությունները, ինչ հարաբերություններ որ լինեն, ես տեսնում եմ այստեղ ամուսնացած զույգ չեն ամեն դեպքում։ Ամեն դեպքում ամուսնացած զույգ չեն հավանաբար, որովհետև ես տեսնում եմ, որ աղջիկը ստերին ուզում է ամուսնանալ, բայց տղամարդը կայսրը իրեն շատ հարմար է հարաբերությունները, ոչ մի պատասխանատվություն, ընտանիք չի, ծախս չկա, ամուսնություն չի, ինքը պարզապես իրեն լավ է զգում այս կնոջ կողքին։ Աղջիկն էլ այսպես շատ երկար, համբերատար սպասում է։ Ես տեսնում եմ կարտերը, որ աղջիկն իրականում ուզում է, տեսնում եք, աղջիկը անելանելի վիճակում է հայտնվել, որովհետև ինքը սպասում է, բայց մեր ասպետը տեղից չի շարժվում։ Իսկ աղջիկը այսպես թրով կարող եմ ասել, որ ինքը կոնկրետ որոշել է նպատակ ունի։ Ինքը նպատակ ունի եւ ուզում է ամուսնանալ, այսինքն սպասում է, որ մարդը պետք է իրեն առաջարկություն անի, երազանքների հետևից աղջիկը ընկած նայում է, երազում է։ Աղջիկը ստերին զգացմունքներ ունի այն տղամարդու նկատմամբ եւ ուղղակի չեմ կարող ասել տվյալ դեպքում ջրհոս աղջիկն է թե տղամարդն է։ Ամեն դեպքում, եթե աղջիկն է, ապա աղջիկը ուզում է ամուսնանալ, բավականին այսպես մարտական տրամադրված է, ինքը գիտի ինչ է ուզում եւ ուզում է ամուսնանալ։ Այսպես երազում է, բայց սպասում է, երբ պիտի տղամարդը առաջարկություն անի, վերջապես լրջացնեն հարաբերությունների։ Իսկ տղամարդը այսպես գահին իր համար նստած շատ լավ է զգում իրեն։ Ինքը պարզապես վայելում է իր հարաբերությունները աղջկա կամ կնոջ հետ եւ չի էլ պատրաստվում ոչինչ անել։ Իսկ կարգը վերջում գալիս է հուշելու, որ հարգելներս տղամարդու մասին է բնականաբար խոսքը, առաջարկություն ան տղամարդն է, որ իրականը պետք է շարժվել առաջ, այսինքն պետք է ինչ-որ գործ անել, դուք ես հարմար ու լավ եք զգում, բայց իրականում կարող եք կնոջը կորցնել։ Մյուս կողմից, եթե ներողություն, ջրհոսը, եթե աղջիկներ, ապա նստել եք եւ սպասում եք, երազում եք, դուք գիտեք ինչ եք ուզում, իսկ այսը տեղից չի շարժվում, մարդը այսինքն շատ գոհ է ձեր հարաբերություններից, աղջկան էլ կարող է կարտը հիշել, կարտը հուշել, ինչ բան պետք է անել։
Եվ այստեղ ես ստվերում կարող եմ տեսնել իրականում, որ կարտը ցույց է տալիս, որ միգուցե ժամանակն է հեռանալ, գործողությունը չէ, դա էլ է հեռանալ, եթե դուք ուզում եք ամուսնանալ եւ մարդը պարզապես այսպես վայելում է ձեզ հետ իր շփում է ձեր հետ ձեր կապը, բայց ինքը չի ուզում ամուսնանալ, չի պատրաստվում, միգուցե ժամանակն է կապը խզել եւ հեռանալ եւ գնալ գտնել մեկին, որն իրականում կուզենա այն ինչ դուք եք ուզում, չէ, մարդիկ պետք է նույն բանը ուզենան, տվյալ դեպքում ինքը պարզապես վայելում է կյանքը ձեզ հետ իրեն շատ հարմար ու լավ է, հարմարավետ է, հա, մարդը պատասխանատվություն չի ուզում, տվյալ դեպքում երկուսին էլ, դուք ջրհոսն եք թե ջրհոսը չեք, տղամարդը որ մեկն է լինի, նշանակություն չունի։ Եթե դուք եք տղամարդն է ջրհոսը, հարգելիներս, կին իրականում կարող է ձեզնից հեռանալ։ Այստեղ է տեսնում, հեռանում է, տեսնում եք խնդիրներից, աղջիկը թողնում հեռանում է։ Այսինքն եթե տղամարդը դուք եք հարգելի ջրհոսներ, եթե դուք շատ հարմար եք ձեզ զգում, իրականում կինը կարող է ձեզնից հեռանալ։ Եթե դա նորմալ է ձեզ համար, նորմալ է, ինչ ուզում եք կարող եք անել։ Կարտերը հուշում են պետք է ինչ-որ բան անել, քայլ պետք է անել, այսինքն կարտերը հուշում են գործողություն է պետք անել։ Նստել եք վայելում եք, կարող եք կնոջ կորցնել։ Իսկ եթե աղջկա մասին է խոսքը, ջրհոսն աղջիկն է համբերատար սպասում է, տղամարդը առաջարկություն չի անում, կարտերը հուշում են միգուցե ժամանակն է առաջ շարժվելու, իրենից հեռանալու եւ գտնելու մեկին, որն իրականում ձեզ հետ կամուսնանա, փոխանակ ժամանակ վատնեք մեկի հետ, որը պարզապես վայելում է կյանքը ձեզ հետ, բայց ոչ մի պատասխանատվություն չի ուզում իր վրա վերցնել։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը ձկներին հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում։ Ինչ է սպասում ձկներին իրենց սիրային եւ անձնական հարաբերություններում։ Միայնակ ձկների համար եւ զույգերի համար։ Նորից խառնեմ, լավ չկիսվեց։ Ինչ է սպասում ձկներին առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում իրենց սիրային եւ անձնական հարաբերություններում։ Միայնակ ձկների համար եւ զույգերի համար։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ձկներ միայնակ ձկների համար։ Ձկները մի տեսակ այստեղ երկու թրով կարող եմ ասել ընտրության առաջ են կանգնած, բայց տարբերակը չեն տեսնում ինչ ընտրել։ Ինչ ընտրության մասին է խոսքը չեմ կարող ասել, նայում ենք սիրո եւ անձնական հարաբերությունների մասին։ Ես նայում եմ միայնակների համար, կարող եմ ասել, որ այս կարտով կարող եմ ասել, որ վերջերս երևի ջրոներություն ձկներից ինչ-որ մեկը որոշել էր եւ այսպես վերջացրել է հարաբերությունները կամ միգուցե վերջացել են հարաբերությունները, սա վերջանալու կարտն է, ինչ-որ բան հեռացել է ձեզնից, ինչ-որ մեկը միգուցե հեռացել է ձեզնից հարգելի ձկներ։ Եվ դուք մի տեսակ այսպես ընտրության առաջ եք կանգնել, չեմ կարող ասել, եթե մարդը հեռացել է, ինչ ընտրության մասին է խոսքը։ Միգուցե անսպասելի եղել ձեզ համար։ Ամեն դեպքում կարող եմ ասել, որ հարաբերություններ են վերջացել ձեզ համար, ինչ-որ մեկի հետ հարաբերությունները վերջացել են եւ դուք մի տեսակ այսպես դժվար կացության մեջ եք հայտնվել, այդպես կարող եմ ասել։ Աչքերը փակ աղջիկը նստած է երկու թրով, կարող եմ ասել, որ երևի թե դա ձեզ համար եղել է անսպասելի։ Դուք եղել չեք սպասել, չեք տեսել, որ այսպիսի բան կարող է լինել։ Ձեզ համար անսպասելի, հանկարծ հարաբերությունները վերջացել են եւ մնացել եք մենակ։ Անկախ նրանից ինչպիսի հարաբերություններ են եղել, ամուսնություն է եղել, վերջացել ամուսնությունը, թե այսպես ասեմ, պարզապես զույգ եք եղել։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։
Քանի հատ կարդ հանեցի, որ վերջում հասկանամ վերջին ինչ է լինելու։ Տեսեք, իհարկե, սա բոլորին չի կարող վերաբերել, հարգելիներս, ում որ վերաբերում է, իրենք կհասկանան, որ իրենց է վերաբերում։ Ես այստեղ ճիշտն ասած տեսնում եմ դավաճանություն, ինչը արդեն եղել է, չի լինելու, հարգելիներս, ես չեմ ասում բան, որ լինելու է, չի լինելու, որտեղ այստեղ միայնակների համար եմ նայում, ես չեմ նայում զույգի համար։ Ես տեսնում եմ այստեղ եղել է դավաճանություն։ Այսինքն բավականին ժամանակ միասին եք եղել մեկի հետ, ել եմ ասում, ամուսնություն է եղել, թե ամուսնություն չի եղել, չեմ կարող ասել, բայց եղել են հարաբերություններ, բայց այստեղ տեսնում եմ, այս կարտով եմ տեսնում, թրերով տեսնում եք 7 հեսա դավաճանի կարտն է եւ այստեղ տեսնում եմ եւ թրերի թագավոր եւ թրերի կին, թագուհին։ Այսինքն այո, այստեղ զույգ է եղել եւ ձեզ դավաճանել են, սա էլ գաթակղությունների կարտը, այո, դավաճանել է ձեր զույգը ձեզ, եթե կինը դուք եք, տղամարդը ձեզ դավաճանել է եւ դուք այսպես դուք եք վերջացրել հարաբերությունը, դուք եք հեռացել եք հարաբերությունները վերջացրել եք, բայց իրականում այնպես էլ չէ, որ շատ լավ եք զգում, բնականաբար դուք դեռ ցավի մեջ եք, դեռ չեք հասկանում, թե ինչու այսպես եղավ։ Այո, լուսնով կարող եմ ասել բավականին տխուր տրամադրության մեջ եք, որովհետև դուք ինքներդ դեռ ուզում եք հասկանալ, փորձում եք հասկանալ ինչու այսպես եղավ, բայց համել դուք որոշումը կայացրել եք եւ հեռացել եք։ Ջրի երես դուրս է եկել եւ դեռ ավելի բաներ էլ կարող է պարզվել, թե ինչ էր եղել, ինչպես էր եղել։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ դուք ամեն դեպքում ջանքեր թափում եք, ու թող կարող եմ ասել, որ այնպես չի, որ դուք չեք աշխատում եք, որ այս քանդված աշտարակից փորձում եք հեռանալ, այսինքն փորձում եք թողել անցյալում, ինչ որ եղել է, դե ձեր մեղքով չի եղել, հասկանալի է, դուք ճիշտ որոշում եք կայացրել, խելացի եւ ճիշտ եւ շատ ուժեղ եք, կարող եմ ասել, բայց ամեն դեպքում դեռևս հուսահատ վիճակում եք, այսինքն տեսնում եմ, որ դուք փորձեր անում եք, փորձում եք դուրս գալ այս վիճակից, թողնել անցյալը ետևում, դուք ուժեղ եք, կարողանաք առայժմ տեսնում եմ, որ մեկ-մեկ թերևս անհաջողության եք մատնվում, որտեղ դեռ առայժմ դուրս չեք եկել այս վիճակից։ Մենակ եք եւ նոր եք մենակ մնացել ու դեռ կարող եմ ասել դժվար էտապում եք, փորձեր անում եք, բայց չեք կարողանում այդ ընկճված վիճակից դուրս գալ։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելիներս, գտեք ձեր մեջ ուժ եւ դուրս եկեք։ Դուք ճիշտ քայլ եք արել, այդպեսի անարժանների համար չարժի անգամ ժամանակ, ոչ էլ արժի անգամ արցունք թափել։ Ես տեսնում եմ այստեղ հրաշագործի կարտը եւ տեսնում եմ պենտակլի տուզը։ Սա լիարժեքության կարտն է։ Դուք մենակ երկար չեք մնա։ Ես չեմ կարող խոստանալ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում նոր սեր կգտնեք երջանիկ, բայց ի վերջո կլինեք։ Հրաշագործը դուք եք, դուք ոչ մի սխալ բան չեք արել, դուք նոր սեր կգտնեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է եւ ամեն ինչը պարզապես ժամանակի հարց է։ Երբ որ կվերականգնվեք, աշխատեք վերականգնվել, շփվել մարդկանց հետ, ում հետ ձեզ հաճելի է շփվել, բարեկամ, հարազատ, ընկերուհի, ընկերներ, ում հետ որ շփվում եք։ Իրականում ձեզ սպասում է նոր սեր, նոր լիարժեք կյանք։ Դուք երկար մենակ չեք մնա, անկախ դրանից բաժանվել եք, ամուսնալուծվել եք, ամուսնացած եք եղել, թե պարզապես զույգ եք կորցրել, շատ լավ է սպասում ձեզ ապագայում։ Չեմ կարող ասել 2 շաբաթ, բայց ավելի ուշ ապագայում կարող եմ ասել դուք շատ երկար ժամանակ երկար չեք մնա հարգելիներս։ Երկրորդը տեսնում շատ հետաքրքիր գեղեցիկ կարտ եւ տեսնում եմ լաբիրինթոս։ Տեսնում եմ այստեղ երկկողմանի սիրող զույգ։ Արդեն դուք զույգ եք։ Արդեն ամուսնացել եք, թե դեռ չեք ամուսնացել, բայց տեսնում եմ զույգ եք եւ իրար էլ երկուսդ էլ իրար սիրում եք, պարզապես չգիտես ինչու հայտնվել եք լաբիրինթոսում։ Դե բնականաբար, երբ մարդիկ սիրում են ամեն ինչ նորմալ է, լավ է, նրանց համար չարժի անգամ կարտ նայել, մարդիկ լավ են, խնդիր չկա, իսկ այստեղ խոսում է մարդկանց մասին, չէ կարելի եմ ասել, կարտերը հուշում են այն մարդկանց, ովքեր կարիք ունեն ինչ-որ բան լսելու, ամեն ինչ նորմալ է, դե նորմալ է, էլ ինչի համար են կարտ նայում, իսկ այստեղ կարծես մարդիկ զգացմունքներ ունեն փոխադարձաբար եւ արդեն զույգ են, միասին են, բայց կարծես թե ինչ-որ խնդիրներ են առաջացել, տեսնենք։ Ինչու է այս զույգը հայտնվել լաբիրինթոսում։ Շատ հետաքրքիր է, սիրող զույգը սիրում են իրար, երկուսն էլ շատ լավ են զգում իրար հետ, բայց հանկարծ ինչ որ խոչընդոտներ են առաջացել։
Տեսնում եմ այստեղ թրերի 3-ը սիրտ է կոտրված։ Գիտեք, այստեղ կա մի հոգի, որի սիրտը կոտրվել է, որովհետև դուք սիրում եք իրար։ Այստեղ կա երրորդը, այսինքն սիրային եռանկյունու մասին է խոսքը, որովհետև երկուսը սիրում են իրար, երրորդ մարդը տառապում է դրանից, այլ լաբիրինթոսը կարող է լինել դրանից։ Չեմ կարող ասել երրորդ անձը ով է, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ այստեղ կա երրորդ անձ։ Ես չեմ կարող ասել երրորդ անձը տղամարդը սիրում է կնոջ կամ կինը սիրում է տղային, երրորդը ով է, բայց այսպես կարող եմ ասել, որ կա ինչ-որ սիրային եռանկյունի, որն իրականում փորձեր արել է, ես գիտեք կարող եմ ասել, այստեղ տղա է, որ սիրում է աղջկան, բայց աղջիկը սիրում է ուրիշի, չգիտես ինչու ինձ այդպես է թվում ճիշտն ասած, ինձ թվում է, որ աղջիկը սիրում է ուրիշի, հարգելի ձկներ, բավականին տարօրինակ կարտեր եմ տեսնում, եկեք գամ սկզբից։ Գիտեք, ինձ թվում է, որ ամեն դեպքում ձկների համար եմ նայում, ուրեմն սա վերաբերում է ձկներին։ Ընդ որում վերաբերում է զույգերին։ Ինչ հետաքրքիր է։ Գիտեք, այստեղ տեսնում եմ երիտասարդը, սա պենտակլի 8-ն է։ Բավականին ջանք է թափել երիտասարդը այս աղջկա սիրուն հասնելու համար, տզով կարող եմ ասել, որ ի վերջո հասել է։ Երիտասարդը ջանքեր է թափել եւ կարողացել է գրավել իր ուզած աղջկա սիրտը։ Աղջիկն էլ սիրահարվել է իրեն։ Բայց իրականում աղջկա կյանքում մեկ ուրիշ երիտասարդ է եղել, միգուցե այս աղջիկը ինչ-որ մյուս երիտասարդի հետ շփվել է, միգուցե մեծ սեր չի եղել աղջկա կողմից, տղան է իրեն սիրել, չեմ կարող ասել, բայց ինչ-որ մի նոր երիտասարդ է հայտնվել։ Մի նոր երիտասարդ է հայտնվել այս աղջկա կյանքում, մի տղա, որը ջանքեր է ներդրել, ջանքեր է թափել եւ իրականում հասել է, աղջիկն է տեսնում եք, շատ պրակտիկ աղջիկ եմ տեսնում, այսպես թագուհին թրով, աղջիկը որոշում է կայացրել, կտրել է, խզել է հարաբերությունները մի հին երիտասարդի հետ եւ սկսել է հարաբերություններ այս նորի հետ։ Տեսնում եք, այստեղ սիրտը կոտրված, այստեղ վիշտ ունի, այստեղ տարբերակ չի տեսնում։ Ես կդժվարանամ ասել, սա ձուկն է, թե ձկան հանդեպ են այսպես վարվել։ Չեմ կարող ասել, դուք եք արել, դուք եք հեռացել մեկից, մեկի սիրտը կոտրել եք, ամեն դեպքում ինչ-որ մեկի սիրտը կոտրվել է, այսինքն կարծես թե ես երկու դեպքներ պետք է ասեմ, կամ աղջիկ կամ տղա, որ մեկն էլ ուզում է լինել։ Գիտեք, երևի սա միգուցե թե ձուկն է արել։ Շատ հետաքրքիր։ Այսպես կարող եմ ասել, հարգելիներս, ինչպես ձեզ վերաբերի, այնպես էլ կարող եք վերագրել։ Իմ համար շատ դժվար կլինի, այսպես ես 4 հատ պատմություն չեմ կարող պատմել։ Էլ եմ ասում, այստեղ տեսնում եմ զույգ է եղել, հանդիպել են, շփվել են, շատ լավ ժամանակ են անցկացրել, կողմերից մեկը մի բաժակ եմ տեսնում իրանց ձեռքում։ Տվյալ դեպքում կողմերից մեկը սիրել է, մյուսը միգուցե պարզապես լավ է զգացել իրեն, բայց ես այստեղ տեսնում եմ, որ ամեն դեպքում կողմերից մեկը ավելի շատ է սիրել, որտեղ կարողացել է նոր մեկը աղջկա սիրտը նորից շահել։ Այստեղ երևի թե աղջիկն է ամեն դեպքում լքում տղային, մյուս տղայի համար։ Սիրտը կոտրվել է երիտասարդի, որովհետև աղջկան, այո, սիրտը գրավել է մեկ ուրիշ, աղջիկը ընտրությունը կատարել է եւ գնացել է հաջորդը։ Ես երիտասարդը առաջվա երիտասարդ, այսպես սիրտը կոտրված, մի տեսակ անելանելի վիճակում է մնացել։ Գիտեք ինչ եմ տեսնում։ Ես կարծում եմ գիտեմ ինչ եմ տեսնում։ Գիտեք հարգելիներս, ինձ թվում է այսպես ձկան հետ է սա տեղի ունեցել։ Հարգելի ձկներ, երևի թե սա ձեզ հետ է եղել։ Կարող եմ ասել, որ դուք ինչ որ մի աղջկա հետ հանդիպել եք, շփվել եք, դուք զգացմունքներ ունեցել եք աղջկա նկատմամբ, բայց ինքը թողել գնացել է մեկ ուրիշ տղամարդու ետևից։ Աղջիկը թողել է հեռացել է, դուք բավականին այսպես սրտնեղված եք, սիրտներդ կոտրվել է, հիասթափվել եք։
մի տեսակ շատ նեղվել եք, չեք հասկացել, չեք կարողացել թե ինչ անել, բայց ես կարող եմ ասել, որ դուք շատ արագ, այսպես նոր սկիզբ եմ տեսնում, դուք այսպես տեսնում եմ նոր սեր, իրականում շատ արագ եմ տեսնում, զրոյից, այսինքն սա զրոյական կարտն է, հիմարի կարտը, բայց զրոյից է սկսում, մարդը զրոյից նորից սկսում է իր կյանքը։ Ես այդտեղ տեսնում սիրելի զույգը, տեսնում եք, այդտեղ բաժակների երկուսն են, այսինքն երկու հոգի զգացմունքներ ունեին, բայց իրականում նոր սեր է սպասում ձեզ։ Այդ ինչ որ դուք դրա միջով անցել եք, միգուցե դուք արդեն գտել եք նոր սեր, միգուցե նորից եք սկսում սեր, չեմ կարող ասել, շատ հետաքրքիր է։ Երկու շաբաթվա մեջ միգուցե ինչ-որ մեկին կհանդիպեք, որ կհասկանաք, որ իրականում սա է իսկական սերը, նա պարզապես դավանա, այստեղ էլ տեսնում եք, սա էլ է գեղեցիկ զույգ, այստեղ էլ տեսնում եմ զույգը, կարծես հասկանում են իրար, բայց իրականում եթե հեռացել է ինչ-որ մեկը, դուք շատ երկար մենակ չեք մնա, նոր սկիզբ եմ տեսնում, իրականում սա ավելի մեծ սեր է լինելու, քան նախկինում է եղել։ Կդժվարանամ ավելի մանրամասնել, բայց շատ գեղեցիկ էի տեսնում վերջը։ Լավ չի եղել, դժվար ճանապարհ եք անցել, եթե հիասթափվել եք, որ կոնկրետ զույգ եղել։ Նույնիսկ եթե դա ձեր կինն է եղել, ձեր կինը թողել հեռացել է մեկ ուրիշ տղամարդու։ Եթե վերաբերում էր իրականում կանանց, եթե ձեր ամուսինն էր ինչ-որ մեկի համար թողել հեռացել հարգելներես, շատ արագ դուք կգտնեք նոր սեր, նոր սկիզբ է սկսում ձեզ եւ նոր սեր է սպասում ապագայում։ Ես սրտանց կամենում եմ։ Թող այդպես էլ լինի։